Ողջույն սիրելի ընկերներ, շատ հաճելի է ձեզ նորից տեսնել և ուրախ եմ, որ միասին կարող ենք խորանալ Աստծո խոսքի մեջ և խորել նրա հրաշալի, խորը և միշտ տեղին ճշմարտությունների վրա։ Երբ ես փոքր էի, հայրս օդաչու էր։ Մի անգամ լինելով օդանավի կապիտան, նա ինձ իր հետ տարավ օդաչուների խցիկ և հենց թռիչքի ժամանակ ինձ տվեց ղեկի կառավարումը։ Դե իրականում իհարկե ես ոչինչ չէի վերահսկում, քանի որ ինքնակառավարում էր միացված, այնպես որ ամեն ինչ լավ ավարտվեց։ Այնուամենայնիվ, ես վերջերս կարդացի մի պատմության մասին, որտեղ նմանատիպ փորձը վատ ավարտ ունեցավ։ 1994 թվականի մարտի 23-ին Կեմերովոյի շրջանի երկնքում թռչում էր նոր Aeroflot Airbus 310 ինքնաթռի։ Օդանավում եղել է 75 մարդ, որոնք Մոսկվայից թռչում էին Հոնկոնգ։ Հանկարծակի ինքնաթիռը սկսեց թեքվել դեպի աջ կողմ։ Թեքման անկյունը մեծացավ և սկզբում հասավ 45 աստիճանի, հետո նույնիսկ 90 աստիճանի։ Ինքնաթիռի ծրագրում ներառված էր ինքնակառավարումը, այսինքն օդանավի կառավարումը վերահսկելու համակարգը ինքնակառավարումը փորձել է փրկել ինքնաթիռը ընկնելուց և քիթը բարձրացնելով ինքնաթիռը հարթեցնելու համար, բայց սահմանում է թեքության չափազանց բարձր անկյուն, ինչը հանգեցնում է նրան, որ օդի հոսքը սկսում է թևը կոտրել և ընկնել։ Օդաչուները փորձում են փրկել ինքնաթիռը ևս 1.5 րոպե, սակայն բարձրության կորստի և անձնակազմի ապակողմնորոշման պատճառով ինքնաթիռը թռչում է բլրի վրայով, թևերով բռնում ծառերը և բախվում գետնին, Մեժդուրեչենսկ քաղաքի մոտ։ Ոչ ոք ողջ չմնաց։ Եվ ինչ էր տեղի ունեցել օդանավի վրա։ Երբ սկսեցին ամեն ինչ հետաքննել և երբ պարզ դարձավ տեղի ունեցողի պատկերը։ Պարզվում է, որ կեսգիշերն անց կապիտանն իր երեխաներին կանչել է խցիկ։ Երեխաները հերթով նստել են ղեկին։ Աղջիկը պարզապես նստել է աթոռին և իր տեղը զիջել եղբորը։ Նա վերցնում է ղեկը ձեռքերի մեջ և այն մի կողքից մյուս կողք պտտեցնում, նմանակելով կառավարումը։ Երկրորդ օդաչուն, այսինքն դա տեղի է ունենում օդանավի կապիտանի նստատեղում։ Երկրորդ օդաչուն, որը պետք է մոտակայքում լիներ և ապահովագրեր, եթե հանկարծ ինչ-որ բան պատահեր, նստատեղը հետ է տեղափոխում, գնում է խցիկի անկյուն և տեսախցիկով նկարահանում է երեխային։ Ինքնաթիռը կառավարվում է ինքնակառավարման կողմից։ Ինչ-որ պահի տղան ուժգին սեղմում է ղեկը և դրանով անջատում է ավտոմատ կառավարումը։ Վերահսկիչն անցնում է ձեռքով ռեժիմի։ Ինքնաթիռը դուրս է գալիս ընթացքից և սկսում ընկնել իր թևի վրա։ Անձնակազմը տարօրինակ բան է նկատում, բայց արդեն ուշ է։ Ծանրաբեռնվածության պատճառով մարդիկ սեղմվում են իրենց տեղերում, իսկ երկրորդ օդաչուն, որը թողել էր իր նստատեղը և կանգնած էր կողքի վրա, չկարողացավ հասնել կառավարման ղեկին, քանի որ նրան հետ էին հրում։ Ղեկին մնում է միայն կապիտանի որդին։ Եվ օդաչուները նրան ձայնային հրամաններ են տալիս, թե ինչպես կառավարել ինքնաթիռը, բայց տղան չգիտի տերմինաբանությունը և որոշ հրամաններ սխալ է կատարում։ Ի վերջո, երկրորդ օդաչուին հաջողվում է հասնել իր նստատեղին։ Նա վերցնում է կառավարումը, անջատում է ավտոմատ օդաչուն, իջեցնում է քիթը և դուրս է բերում ինքնաթիռը ընկնելուց։ Հայրը կարողանում է այդ պահին որդու հետ փոխել տեղերը, ինչպես նաև տեղն է զբաղեցնում իրեն հատկացված աթոռին։ Սակայն ժամանակը կորել էր։ Ինքնաթիռը շատ մոտ է եղել գետնին, և նրանք չեն կարողացել կանխել աղետը։ Զոհվել է 75 մարդ, այդ թվում կապիտանն ու նրա ընտանիքը։ Պարզվում է, որ նոր օդանավի ինքնակառավարումը անջատվել է ոչ միայն հատուկ կոճակներով, այլև կառավարման ղեկի ուժեղ շարժումներով։ Այսինքն ծրագրում ներառված էր, որ ինքնակառավարումը կարող էր անջատվել, եթե ղեկի շատ ուժեղ շարժում լիներ։ Օդաչուները դա հաշվի չեն առել և արդյունքում ինքնաթիռի կործանման պատճառ են դարձել։ Այս մեխանիզմի աշխատանքի ոչ բավարար իմացությունը հանգեցրեց աղետի, որը խլեց 75 մարդու կյանք։ Անբավարար գիտելիքները հանգեցրել են ճակատագրական սխալի։ Հոգևոր կյանքում դա հաճախ է լինում նույն կերպ։ Գիտելիքը նույնպես առանցքային դեր է խաղում։ Եվ ահա թե ինչի մասին է խոսում մեր հոգևոր աճի հաջորդ քայլը։ Խնդրում եմ բացեք Պետրոսի երկրորդ նամակը, Պետրոսի երկրորդ թուղթ, գլուխ 1։ Հիշեցնեմ, որ մինչ այս մենք արդեն վերլուծել ենք։ Կրկնեմ շատ կարճ,
բաց թողնելով շատ կետեր։ Միայն ամենամեծ խոշոր մասերը։ Մինչև այս վերլուծել ենք հոգևոր աճի հիմքը, եւ այդ հիմքը հավատքն է։ Իրական փրկարար գերբնական, որը տրված է Աստծո կողմից, սա է հոգևոր աճի հիմքը, հավատքը։ Առանց հավատքի անհնար է հաճեցնել Աստծուն։ Հաջորդիվ խոսեցինք հոգևոր աճի գործիքների մասին, իսկ հոգևոր աճի հիմնական գործիքներն են Սուրբ Գիրքն ու աղոթքը։ Սուրբ գրության եւ աղոթքի միջոցով է, որ ամենակարևոր փոփոխությունները տեղի են ունենում մեր կյանքում։ Քննարկեցինք նաեւ հոգևոր աճի մեխանիզմը։ Հոգևոր աճի մեխանիզմը Աստծուն նրա խոսքի միջոցով ճանաչելն է։ Երբ մենք չենք կարդում Աստվածաշունչը որպես պատմության գիրք կամ որպես ներածական ընթերցանության գիրք եւ այլն, այլ երբ խորանում ենք Սուրբ գրության մեջ եւ տեսնում նրա մեջ Աստծո պատկերը, որը բացահայտվել է մեզ իր ամբողջությամբ, իր ողջ ճշմարտությամբ, եւ այս պատկերը սկսում է արտացոլվել մեր հոգում, եւ մենք փոխակերպվում ենք նույն պատկերին, տեսնելով Տիրոջ փառքը։ Սա է հոգևոր աճի մեխանիզմը, ճանաչել Աստծուն նրա խոսքի միջոցով։ Եվ մենք սկսեցինք վերլուծել հոգևոր աճի սանդուղքը։ Մենք արդեն բացատրել ենք, թե ինչ է նշանակում այս սանդուղքը եւ ինչ չի նշանակում։ Սա հոգևոր որակների հարաբերությունն է։ Իսկ հաջորդ որակը հաջորդում է նախորդին։ Նրանք կառուցվում են միմյանց վրա։ Եվ մենք արդեն սկսել ենք վերլուծել հոգևոր աճի այս սանդուղքը։ Այժմ հիշենք այն կրկին կարդալով 5-ից 7 համարները։ Քանի որ ձեզ տրվել է այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է կյանքի եւ աստվածպաշտության համար, ասում է Պետրոսը հատված 5-ում։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ եւ եղբայրասիրությունը սիրով։ Հոգևոր աճի այս սանդուղքի առաջին աստիճանը մենք քննարկեցինք նախորդ երկու քարոզներում։ Սա առաքինությունն է։ Ամենայն ջանասիրությամբ առաքինություն ավելացրեք ձեր հավատքին։ Ինչ է առաքինությունը։ Մենք ասացինք, որ սա լավի ցանկությունն է։ Ամենալայն իմաստով առաքինությունը բարու ձգտումն է։ Աստվածաշնչյան իմաստով դա Տիրոջը հնազանդվելու ցանկությունն է։ Սա այն որակն է, որը բնութագրում է մեր շարժառիթները։ Աստծուն հաճոյանալու ցանկությունը։ Սա հենց առաջին բանն է, որ սկսում է հավատքի հիմքի վրա հոգևոր աճի կառուցումը։ Ձեր հավատքին ավելացրեք առաքինություն, այսինքն ճիշտ մղումներ։ Սուրբ Գիրքը ոչ միտեղ գործ չի անում մեզ փորփրել կամ վերլուծել մեր դրդապատճառները, որպեսզի պարզենք, թե ինչու ցանկացած իրավիճակում ես այս քայլն արեցի իմ ձախ ոտքով, այս քայլը աջ ոտքով, ինչու ասացի այս խոսքերը, ինչու վարվեցի այս կերպ եւ այն կերպ։ Իհարկե մենք պետք է որոշ չափով վերլուծենք ինքներս մեզ, բայց Սուրբ Գիրքը մեզ կոչ չի անում գնալ եւ խորանալ ինքնավերլուծության մեջ, որտեղ մենք կարող ենք թաղվել եւ կորչել։ Դրդապատճառների հետ կապված ամենակարևորը ձեր հավատքին ավելացնելն է ճիշտ ընտրելու շարժառիթը։ Ինչը հաճելի է Աստծուն։ Այս շարժառիթով մենք կարող ենք առաջ շարժվել դեպի բարիք գործել, անելով այն, ինչ հաճելի է Աստծուն։ Տեսնում եք կապը։ Ամենակարևոր շարժառիթը, որը մենք պետք է ավելացնենք մեր հավատքին, եւ սա այն է, ինչի մասին մենք պետք է խոսենք։ Սրա հետ պետք է աշխատենք։ Ամենակարևոր շարժառիթը ճիշտ ընտրելու, Աստծուն հաճելին ընտրելու, Տիրոջը հնազանդվելու շարժառիթն է։ Եթե մենք ունենք այս շարժառիթը, ես ուզում եմ հնազանդվել Տիրոջը, ապա ելնելով այս շարժառիթից մենք կարող ենք առաջ շարժվել դեպի Տիրոջ հնազանդությունը, ունենալով բարիք գործելու ցանկություն։ Մենք կարող ենք առաջ շարժվել իրականում այս բառին անելու համար։ Բայց նախքան Աստծուն հաճելի որևէ բան անելը, մենք պետք է հստակ իմանանք, թե ինչն է հաճելի նրան։ Նախքան Աստծուն հաճելի որևէ բան անելը, մենք պետք է հստակ իմանանք, թե ինչն է նրան հաճելի։ Այսինքն մենք պետք է իմանանք Աստծո կամքը։ Սա հենց հոգևոր աճի երկրորդ աստիճանն է։ Հենց սա է հոգևոր աճի երկրորդ աստիճանի հիմնական իմաստը։ Ինչը ցույց տվեք ձեր առաքինության մեջ։ Խոհեմություն կամ այլ կերպ կարող ենք թարգմանել այն ձեր առաքինությանը, ձեր բարուցանկությանը
Աստծուն ենթարկվելու ձեր ցանկությանը ավելացրեք խոհեմություն։ Այժմ մանրամասն խոսենք այս քայլի մասին, որպեսզի այս քարոզի վերջում հուսով եմ մեզ համար շատ պարզ կլինի, թե դա ինչ է նշանակում եւ ինչպես իրականացնել։ Այսպիսով մեր առաջին հարցն այն է, թե ինչ է նշանակում խոհեմություն։ Ինչ է նշանակում խոհեմություն։ Այստեղ բնօրինակ հունարենում օգտագործվում է մի բառ, որը ձեզնից շատերին ծանոթ է։ Նույնիսկ եթե դուք չեք ուսումնասիրել հին հունարենը, դուք լսել եք այս բառը, քանի որ այն ձեզ ծանոթ է։ Գիտեք, թե որ բառն է այստեղ։ Գնոսիս։ Գնոսիս։ Որևէ մեկը գիտի, թե ինչ է գնոսիսը։ Սա բարդ հարց է։ Որևէ մեկը գիտի, թե ինչ է գնոսիսը։ Քանի որ գնոսիս, ինչպես գիտեք, նշանակում է գիտելիք։ Իրոք, այս գնոսիս բառը, եթե անգամ հունարեն չեք սովորել, ապա այն լավ գիտեք ռուսերենից, քանի որ այս արմատի հետ կապված շատ տերմիններ կան։ Դե օրինակ կանխատեսում բառը, կանխատեսումը, նախորոք իմանալը, նախապես իմանալով, կանխատեսումը նախապես ինչ-որ բան իմանալն է։ Ախտորոշում, դա ինչ-որ բանի իմացության կամ ճանաչման միջոցով է։ Այո, ախտորոշման, հիվանդությունների պատճառների ճանաչման միջոցով։ Դուք հավանաբար լսել եք այսպիսի փիլիսոփայական աստվածաբանական ավելի ճիշտ կրոնափիլիսոփայական շարժման մասին, ինչպիսին գնոստիկներն են։ Գնոստիցիզմ, գնոստիկները։ Այս անվան հիմքը նույնպես գնոսիս բառն է, գիտելիք։ Գնոստիկները փնտրում էին գաղտնի գիտելիքներ, որոնց ոչ բոլոր մարդիկ են տիրապետում։ Գոյություն ունի փիլիսոփայական տերմին, որը կոչվում է ագնոստիցիզմ։ Սա գիտելիքի հնարավորության ժխտում է, եւ այլն։ Ես ձեզ միայն մի քանի օրինակ բերեցի, ցույց տալու համար, որ դուք լավ գիտեք այս բառը։ Եվ սա հենց այն բառն է, որը օգտագործվում է այստեղ հունարեն բնագրում։ Քո առաքինությանը, այսինքն Աստծուն հնազանդվելու ցանկությանը, ավելացրու գնոսիս, ավելացրու գիտելիք։ Գիտելիք, թե ինչն է հաճելի Աստծուն։ Բայց իրականում պետք է մի փոքր ավելի մանրամասն խոսել, թե այստեղ ինչ գիտելիքի մասին է խոսքը։ Սա մեր հաջորդ հարցն է, եւ մենք հիմա բնականաբար անցնում ենք դրան։ Հաջորդ հարցը։ Մենք հասկացանք, թե ինչ է խոհեմությունը։ Խոհեմությունը ավելի բառացիորեն գիտելիք է։ Այժմ ահա մեր հաջորդ հարցը։ Ինչ գիտելիք է անհրաժեշտ հոգևոր աճի համար։ Չէ՞ որ աշխարհում գիտելիքը շատ է։ Դուք կարող եք գնալ քոլեջ եւ ձեռք բերել որոշակի գիտելիքներ։ Դուք կարող եք ձեռք բերել գործնական մասնագիտություն, ինչպես նաև սովորել որոշակի գիտելիքներ։ Այն ամենը, ինչը մեզ շրջապատում է, երբ մենք կարդում ենք գրքեր, թերթեր, շրջում ենք համացանցում, մենք որոշակի գիտելիքներ ենք ձեռք բերում։ Բայց ամեն գիտելիք չէ, որ օգտակար կլինի մեր հոգևոր աճի համար։ Եվ Պետրոս առաքյալը մեզ կոչ չի անում պարզապես ձեռք բերել որևէ գիտելիք, որը գալիս է մեր ճանապարհին եւ ստանում ենք։ Ինչ գիտելիք է անհրաժեշտ հոգևոր աճի համար։ Նախ այս հարցի պատասխանը տեսնելու համար եւս մեկ անգամ ուշադրություն դարձրեք մեր համարին եւ նայեք, թե ինչ հատկանիշների մեջ է այս խոհեմության կամ գիտելիքի որակը։ Ձեր հավատքին ավելացրեք առաքինությունը, ճիշտ մղումները, առաքինությանը գիտելիքը, իսկ գիտելիքին ժուժկալությունը։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ գիտելիքի հենց այս քայլը կանգնած է առաքինության եւ ժուժկալության մեջ։ Ինչ է առաքինությունը։ Ինչպես արդեն ասացինք, սա բարու ցանկությունն է։ Իսկ ինչ է ժուժկալությունը։ Սա ինչից է ձեռնապահ մնալը։ Չարից։ Առաքինությունը բարու ձգտումն է, ժուժկալությունը զերծ մնալը չարից։ Եվ այս երկու քայլերի մեջ կա հենց այսպիսի գիտելիք։ Գիտելիքը ենթադրում է, որ մենք պետք է իմանանք, թե որտեղ պետք է փնտրել բարին եւ որտեղ է չարը, եւ ինչպես պետք է խուսափել չարից։ Այսինքն այլ կերպ կարող ենք ասել, որ դա Աստծո կամքի իմացությունն է։ Հռոմեացիների 12-րդ գլխի 2-րդ հատվածում կա այս պատվիրանը. «Եվ մի նմանվիր այս աշխարհին», այսինքն մի ընդօրինակիր քեզ շրջապատող աշխարհը, մի ընդօրինակիր ժամանակակից աշխարհի իրերի շրջապատող համակարգին։ Մի համապատասխանիր, մի նմանվիր այս աշխարհին։ Այլ կերպարանափոխվիր, այսինքն փոխիր քո միտքը, վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ հոգևոր աճի մեջ սովորել։
թե որն է Աստծո կամքը, ինչ է Աստված ուզում, որ մենք անենք, եւ ինչից է նա ասում, որ մենք պետք է խուսափենք, ինչից պետք է զերծ մնանք։ Այսպիսով առաջին հերթին Աստծո կամքի իմացությունը անհրաժեշտ է հոգևոր աճի համար, բայց եթե նայենք համատեքստին, կտեսնենք գիտելիքի մեկ այլ երեսակ, որը շատ կարևոր է հոգևոր աճի համար։ Հոգևոր աճի համար կարևոր է Աստծո մասին գիտելիքը։ Հոգևոր աճի համար ոչ միայն կարևոր է իմանալ Աստծո կամքը, այլ նաև ճանաչել հենց Աստծուն։ Այս մասին մի քանի անգամ նշվել է նախորդ համարներում։ Երկրորդ համարն ասում է. շնորհք եւ խաղաղություն շատանան ձեզ, ում գիտությամբ, Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությամբ։ Այսինքն, խոսքը ոչ միայն Աստծո մասին ինչ-որ բան իմանալու, Աստծո մասին որոշ փաստեր իմանալու մասին է։ Եվ դա ոչ միայն Աստծո ասածն իմանալու, Աստծո խոսքը կամ Աստծո կամքը իմանալու մասին չէ, այլ նաև խոսում է հենց Աստծուն ճանաչելու մասին։ Եվ այսպիսով, Աստծո ճանաչման շնորհիվ մեզ շատանում է շնորհն ու խաղաղությունը, եւ մեր կյանքը լցվում է հոգևոր ուժով։ Նույն թղթի երկրորդ համարը, նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին եւ աստվածպաշտությանը վերաբերվող ամեն ինչ։ Ինչի միջոցով։ Ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ։ Դարձյալ, ասում են, որ մեր կյանքը լցված է ուժով, տրված է այն ամենը, ինչը անհրաժեշտ է կյանքի եւ աստվածպաշտության համար, այն ամենը, ինչը անհրաժեշտ է հաջողակ հոգևոր կյանքի համար, ում գիտությամբ, Աստծո գիտության միջոցով։ Եվ երբ մենք ճանաչում ենք Աստծուն, ապա մեր կյանքը լցվում է նրա զորությամբ եւ այն ամենով, ինչ անհրաժեշտ է կյանքի եւ աստվածպաշտության համար։ Այսպիսով հոգևոր աճի համար իրականում անհրաժեշտ է այս երկու ոլորտների իմացությունը։ Իմանալով Աստծո կամքը եւ ճանաչելով Աստծուն։ Կամ այլ կերպ ասած, շատ պարզ լեզվով, իմանալով թե ով է Աստված եւ ինչպիսին է նա։ Եվ իմանալով թե նա ինչ է ուզում։ Իմանալով թե ինչպիսին է Աստված եւ իմանալով թե նա ինչ է ուզում։ Երբ մենք ձեռք ենք բերում այս գիտելիքը եւ գիտենք թե ինչպիսին է Աստված եւ մենք գիտենք թե ինչ է նա ուզում, դա հզոր փոխակերպող ազդեցություն է ունենում մեր հոգու վրա, որովհետեւ երբ գիտենք թե ինչպիսին է Աստված, խոնարհվում ենք նրա առաջ։ Երբ մենք գիտենք թե ինչպիսին է Աստված, մեր սիրտը չի կարող անտարբեր մնալ։ Երբ մենք գիտենք թե ինչպիսին է Աստված, մենք ստանում ենք Աստծո հանդեպ վախը եւ հասկանում ենք, որ պետք է հնազանդվենք նրան։ Երբ մենք գիտենք թե ինչպիսին է Աստված, մենք ասում ենք. Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Եվ հետո ավելի ուշ իմանալով թե նա ինչ է ասում, որն է նրա կամքը, մենք բնականաբար զերծ կմնանք չարից եւ կանենք այն, ինչ նրան հաճելի է։ Այս գիտելիքը փոխակերպիչ ազդեցություն ունի կյանքի վրա։ Այսպիսով հոգևոր աճի համար անհրաժեշտ է գիտելիք Աստծո եւ նրա կամքի մասին։ Նկատի ունեցեք, որ ես չեմ ասում, որ ինքնաճանաչումը անհրաժեշտ է հոգևոր աճի համար։ Թեև հույներն ու հռոմեացիները ունեին ժողովրդական արտահայտություն՝ nos cete ipsum, լատիներեն նշանակում է ճանաչիր ինքդ քեզ։ Սա հունահռոմեական փիլիսոփայություն է, որը մարդուն դնում է ամեն ինչի կենտրոնում։ Դա հումանիստական փիլիսոփայություն է, որի կենտրոնում մարդն է։ Եվ ինքնաճանաչումը եղել է այս փիլիսոփայության կենտրոնը, դրա իմաստն ու նպատակը։ Աստվածաշունչը երբեք ինքնաճանաչումը չի դարձնում քրիստոնեական կյանքի կենտրոնն ու իմաստը։ Ուստի ես գիտակցաբար չեմ ասում, որ ինքնաճանաչումը անհրաժեշտ է հոգևոր աճի համար։ Մենք ինքներս մեզ կիմանանք, եթե գանք Տիրոջ մոտ։ Մենք ինքներս մեզ կիմանանք, բայց այս գիտելիքը պետք է անպայման միջնորդավորված լինի։ Հիմա լսեք, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք սրան։ Շատ կարևոր միտք, որն այժմ շատերին պակասում է, շփոթություն առաջացնում, եւ դրա պատճառով շատ կեղծ գաղափարներ են առաջանում հոգևոր աճի, հոգևոր խնամքի, եկեղեցական ծառայության եւ քրիստոնեական կյանքի մասին։ Շատ մարդիկ Աստծո մասին գիտելիքը եւ իրենց մասին գիտելիքը դնում են հավասարության վրա։ Ասում են, որ պետք է ճանաչել Աստծուն եւ միաժամանակ պետք է ճանաչել ինքն իրեն, եւ դրա համար էլ այդքան ժամանակ են ծախսում իրենց մեջ խորանալու վրա, մտածելով, որ այդպիսով իրենք հոգեպես կաճեն։ Ես հատուկ հանում եմ ինքնաճանաչման այս բաղադրիչը, քանի որ այն երբեք նույն մակարդակի վրա չէ, ինչ Աստծո մասին գիտելիքը։ Ինքնաճանաչումը պարտադիր կերպով ստորադասվում է Աստծո գիտությանը եւ միջնորդվում է դրանով։ Տեսեք,
Մեր ինքնաճանաչումը պետք է գա Աստծո ճանաչման միջոցով։ Այլապես այն երբեք բուժիչ չի լինի, այլ հակառակը, վնասակար։ Սա չափազանց կարևոր ճշմարտություն է։ Եթե բաց թողնենք, ապա ձեր ողջ հոգևոր կյանքը կխափանվի։ Մեր ինքնաճանաչումը պետք է անպայման տեղի ունենա Աստծո ճանաչման միջոցով։ Հակառակ դեպքում ինքնաճանաչումը երբեք բուժիչ չի լինի, այլ հակառակը, վնասակար։ Քանի որ ինքներս մեզ ճանաչելով, մենք մեզ սխալ լույսի ներքո կճանաչենք։ Մեր ինքնաճանաչումը պետք է անպայմանորեն գա Աստծո գիտության միջոցով։ Մենք նախ պետք է ճանաչենք մեզ ավետարանում, որպես անարգված մեղավորներ։ Նախ ավետարանում ձեզ ճանաչեք որպես մերժված մեղավորներ, որոնց մասին Աստվածաշունչն ասում է, որ ոչ ոք Աստծուն չի փնտրում, եւ որ Աստված դիմադրում է հպարտներին, եւ որ նրանց շուրթերը լի են զրպարտությամբ եւ դառնությամբ, եւ որ նրանց սիրտը քարացած է եւ ապականված, եւ նրանք ոչ մի լավ բան չեն կարող անել։ Մենք իհարկե պետք է տեսնենք ավետարանի մյուս կողմը, որ Աստված սիրում էր այդպիսի անարժեք, անարժան մարդկանց։ Սիրեց ոչ այն պատճառով, որ նրանց մեջ ինչ-որ բան կար, որն արժանի էր սիրո։ Սիրեց ոչ այն պատճառով, որ նրանք գեղեցիկ են կամ քնքուշ են։ Ինչպես երբեմն ծնողները սիրում են իրենց երեխաներին, ինչպես գեղեցիկ փոքրիկ երեխայի։ Բայց Աստված մեզ սիրեց ոչ այն պատճառով, որ մենք սիրել ենք քնքուշ կամ պաշտելի, ինչպես հիմա ասում են, չէ՞։ Ամենևին ոչ։ Նրա աչքերում մենք իրականում մեր մեղքերով սև, մեռած, գարշահոտ դիակներ էինք։ Աստվածաշունչն ասում է, որ նույնիսկ դուք մեռած մեղքերի եւ հանցանքների մեջ, որոնց մեջ մի ժամանակ ապրել եք, սրանք այն մարդիկ են, որոնց Աստված սիրեց շնորհքով, անարժանաբար։ Եվ սա պետք է տեսնենք նաեւ ավետարանում, եւ նայենք մեզ ավետարանի պրիզմայով, որպես մերժված մեղավորների, եւ որպես Աստծո կողմից սիրված մեղավորների, որոնց մասին ասվում է. բայց Աստված ապացուցում էր իր սերը մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Աստված այնքան սիրեց մեզ, որ մեզ ոչ մի բանի արժանի տվեց ամենաթանկը, որն ուներ, իր սեփական որդուն, այսինքն իր մի մասնիկը, երրորդության մի մասը։ Աստված կատարեց անձնազոհության ամենամեծ արարքը։ Նա զոհաբերեց ամենամեծ բանը, որ կարող էր զոհաբերել։ Նա զոհաբերեց ինքն իրեն, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որպեսզի ով հավատում է նրան, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Այսպիսով մենք նախ պետք է ճանաչենք մեզ ավետարանում, որպես մերժված մեղավորների, որոնց համար Հիսուս Քրիստոսը մահացավ։ Հետո, երբ մենք դառնում ենք դեպի Տերը եւ դառնում նրա զավակները որդեգրությամբ, երբ նա ընդունում է մեզ եւ վերակենդանացնում, ինչպես ասվում է, դուք մեղքերի ու հանցանքների մեջ մեռած, ինչ արեց նա։ Նա վերակենդանացրեց Քրիստոսով։ Ապա մեր շարունակական քրիստոնեական կյանքի ընթացքում մենք պետք է ճանաչենք մեզ Աստծո մեջ։ Մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ, թե ով ենք մենք Քրիստոսում։ Մենք պետք է ինքներս մեզ ճանաչենք մեզ տրված խոստման միջոցով, այն աշխատանքի միջոցով, որ Հիսուս Քրիստոսն անում է մեր մեջ, այն դիրքի միջոցով, որը նա տվել է մեզ, այն արժեքի միջոցով, որը նա կիսել է մեզ հետ։ Մենք ոչ մի բնածին արժեք չունեինք նրա մեջ, բացառությամբ այն, որ մենք Աստծո պատկերով էինք եւ ստեղծված էինք Արարչի կողմից։ Բայց մեր մեղքերի եւ հանցագործությունների պատճառով մենք արժեք չունեինք նրա մեջ։ Աստված մեզ հետ կիսել է Հիսուս Քրիստոսի արժեքը, եւ մենք պետք է ճանաչենք մեզ Աստծո մեջ։ Տեսեք, եթե մեր ինքնաճանաչումը տեղի է ունենում Աստծո ճանաչումից մեկուսացված, ապա այն շատ արագ վերածվում է հումանիստական փիլիսոփայության կամ դրական կողմնորոշման, որտեղ մենք սկսում ենք պատկերացնել մեզ որպես աստվածներ, կամ բացասական կողմնորոշման, որտեղ մենք սկսում ենք պատկերացնել մեզ որպես որդեր, որոնք երկուսն էլ հավասարապես կործանարար են, քանի որ նրանք չունեն աստվածային ճշմարտության լիությունը։ Մեր ինքնաճանաչումը, եթե ընդհանրապես խոսում ենք ինքնաճանաչման մասին, անպայման պետք է տեղի ունենա Աստծո գիտության միջոցով։ Մենք պետք է ինքներս մեզ նայենք ավետարանի միջոցով, Աստծո խոստման միջոցով եւ Քրիստոսի միջոցով, եւ թե ով ենք մենք Հիսուս Քրիստոսում։
ինչպես ասում է Սուրբ Գիրքը։ Ուրեմն ձեզ համարեք Հռոմեացիների 6-րդ գլուխ, ինչպիսին մեռած մեղքի համար, բայց կենդանի արդարության համար։ Երբ մարդիկ ասում են պետք է ինքներս մեզ ճանաչենք, իմանանք թե ինչքան մեղավոր ենք, իմանանք թե ինչքան վատ բաներ ունենք մեր մեջ, նրանք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, որովհետև դա իրանց չի տանի իրական հոգևոր դրական ձևավորման։ Որովհետև Աստվածաշունչը ասում է. ձեզ անզոր մեղավորներ մի համարեք։ Աստվածաշունչը ասում է. ձեզ մեռած համարեք մեղքի համար։ Սա մի բան է, որին պետք է հավատալ։ Սա մի բան է, որը պետք է ընդունել։ Սա մի բան է, որը պետք է հասկանալ։ Երբ Աստվածաշունչը խոսում է ինքնաճանաչման մասին, այս ինքնաճանաչումը ոչ մի կերպ չպետք է տարանջատվի Աստծո գիտությունից։ Այն անպայման պետք է ստորադասվի Աստծո մասին մեր գիտելիքից։ Այսպիսով մենք կարող ենք ասել, որ հոգևոր աճի համար անհրաժեշտ է Աստծո գիտելիքը և նրա կամքի իմացությունը։ Եթե մենք խոսում ենք ինքն իրեն ճանաչելու մասին, ապա միայն ստորադաս իմաստով, միայն Աստծուն ճանաչելու միջոցով ինքն իրեն ճանաչելու մասին։ Հիմա անցնենք հաջորդ հարցին։ Ինչու է գիտելիքը այդքան կարևոր դեր խաղում։ Ինչու է գիտելիքը այնքան կարևոր դեր խաղում, որ այն առանձնացվում է նույնիսկ հոգևոր աճի հատուկ քայլում և ասվում է անպայման. ոչ մի դեպքում բաց չթողնեք սա։ Ոչ մի դեպքում չփակեք ձեր աչքերը սրա վրա։ Մի հրեք սա այն կողմ։ Անպայման գիտելիք ավելացրեք ձեր ճիշտ մղումներին։ Ինչու է գիտելիքն այդքան կարևոր դեր խաղում։ Ես ձեզ կտամ մի քանի շատ կարևոր աստվածաշնչյան պատճառներ, թե ինչու գիտելիքը կարևոր դեր է խաղում հոգևոր աճի գործընթացում։ Առաջին հերթին, քանի որ սա փոփոխության աստվածաշնչյան մեխանիզմ է։ Քանի որ սա է փոփոխության աստվածաշնչյան մեխանիզմը, գիտելիքը անհրաժեշտ է հոգևոր աճի համար, քանի որ մարդու մոտ ցանկացած երկարաժամկետ փոփոխություն տեղի է ունենում նրա մտածողության փոփոխությամբ։ Գիտելիքը անհրաժեշտ է հոգևոր աճի համար, քանի որ մարդու մոտ ցանկացած երկարաժամկետ փոփոխություններ տեղի են ունենում նրա մտածողության փոփոխությամբ։ Որոշ մարդիկ մեծ սխալ են թույլ տալիս, երբ նրանք ընդունում են, որ փոփոխությունը գալիս է մտածողության փոփոխության միջոցով, բայց նրանք փորձում են այդ փոփոխությունը մտցնել մտածողության մեջ, փորփրելով իրենց մեջ, դիտարկելով իրենց, խորանալով իրենց մեջ, բայց իրենք իրենց մեջ պատասխաններ չեն ստանա, եւ դու քո մեջ ուժ չես ստանա փոխվելու։ Որպեսզի մեր մտածողությունը փոխվի, պետք է փոխվի մեր գիտելիքը։ Այն է, մենք պետք է ձեռք բերենք մեր գիտելիքները։ Կողոսացիներ գլուխ 3, համարներ 9-ից 10։ Կողոսացիներ 3, 9-ից 10։ Մի ստեք միմյանց, հանեք ձեր վրայից հին մարդուն, իր գործերով հանդերձ, եւ նորը հագեք, որը նորոգվում է ինչպես գիտելիքի մեջ, նորը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։ Երբ մենք ճանաչում ենք Աստծուն, մենք նայում ենք այս պատկերին, եւ ինչպես ասում է Սուրբ Գիրքը, նայելով Տիրոջ փառքին, մենք փոխակերպվում ենք նույն պատկերին, փառքից փառք, նորոգվելով իմացության մեջ, ըստ իր արարչի պատկերի։ Որքան շատ ենք ճանաչում Աստծուն, այնքան ավելի ենք նորոգվում գիտելիքով։ Շատ մարդիկ ճակատագրական եւ աղետալի սխալ են թույլ տալիս, երբ ասում են, որ մեր մտածելակերպը փոխելը գալիս է ինքներս մեզ ճանաչելուց։ Եվ հետևաբար մենք պետք է փորփրենք մեր դրդապատճառները, բայց դա այն չէ, ինչի մասին խոսում է Սուրբ Գիրքը, երբ խոսում է մեր մտածելակերպը փոխելու մասին։ Այն ասում է, որ այս մտածողությունը փոխվելու է Աստծո ճանաչման միջոցով, նորոգվում է գիտելիքով, այն ստեղծողի պատկերով։ Երբ մենք նայում ենք նրան, ով մեզ ստեղծել է, եւ ճանաչում ենք նրան, այն ժամանակ մեր մտածողությունը նորոգվում է, եւ մեր ներքին մարդը փոխվում է, ինչպես մանրամասն քննարկել ենք մեր նախորդ քարոզներից մեկում։ Եթե իդեպ չեք հետևել այս շարքի հոգևոր աճ շարքի բոլոր քարոզներին, ապա ես ձեզ խորհուրդ կտայի, կխնդրեի բացել ցանկը անմիջապես իմ ալիքում։ Ցանկը հենց այդպես էլ կոչվում է հոգևոր աճ։ Այս քարոզը տեղադրվի նաև որպես այս ցանկի մաս, որպեսզի հեշտությամբ գտնեք այն, եւ լսեք բոլոր քարոզները սկզբից մինչև վերջ։ Սա այս շարքի արդեն 15-րդ քարոզն է։ Իսկ իմ ասացի իմաստը հասկանալու համար անպայման պետք է սկսել սկզբից, քանի որ այս բաներից շատերի մասին ավելի մանրամասն խոսել ենք նախորդ քարոզներում։ Այսպիսով, երբ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին, տեսնելով Տիրոջ փառքը, մենք փառքից փառք վերածվում ենք նույն պատկերի, եւ դա արվում է Տիրոջ հոգով։
Դա տեղի է ունենում Աստծո մասին մեր իմացությամբ։ Այսպիսով գիտելիքը անհրաժեշտ է, քանի որ սա փոփոխությունների աստվածաշնչյան մեխանիզմն է։ Նույն բանը կարդում ենք Հռոմեացիս 12:2-ում։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ։ Իսկ միտքը փոխվում է գիտելիքի միջոցով։ Բ Կորինթացիս 10:4-6։ Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով, բերդեր քանդելու համար։ Ինչ բերդեր։ Սրանք սատանայի այն բերդերը չեն, որոնց դեմ կռվում են խարիզմատիկները, երբ բեմում ինչ-որ ծաղրածուի նման բաներ են կատարում, կարծես կռվում են սատանայի հետ։ Խոսքը հոգևոր հենակետերի մասին է, որոնք առաջանում են մտքերի մակարդակում կամ ձևավորվում են մարդկային մտածողության մակարդակում։ Երբ մարդը սխալ է մտածում, երբ նա ունի սխալ հավատ, սխալ հասկացողություն, սխալ պատկերացում իր մասին, կյանքի մասին եւ այլն, ապա սատանան իր միջնաբերդը կառուցում է այս սխալ հասկացողության, այս ստի, կեղծ ուսմունքի, ցանկացած ստի վրա։ Սատանան ստախոս է եւ ստի հայր, եւ ցանկացած ստի վրա նա կառուցում է իր միջնաբերդը։ Ուրեմն երբ մարդը սխալ հասկացողություն է ունենում, ուրեմն դա դառնում է սատանայի նման ամրոցն այդ մարդու կյանքում, իսկ մարդուն օգնելու համար պետք է այս բերդը չտապալել։ Իսկ Պողոս առաքյալը Բ Կորինթացիս 10:4-ում ասում է. «Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այսինքն մենք մարմնով ու այրոնով չենք կռվում, այլ զորավոր են Աստծով բերդեր քանդելու»։ Եվ հետո նա բացատրում է, թե որոնք են այս հենակետերը։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը եւ ամեն բարձունք, որ Աստծո գիտության դեմ է գոռոզանում, այսինքն Աստծո գիտության դեմ, ու գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Հոգևոր կյանքի փոփոխության մեխանիզմը տեղի է ունենում մեր գիտակցության մեջ, կեղծ ուսմունքի ոչնչացման եւ ճշմարիտ ուսմունքի ձեռքբերման միջոցով։ Մենք չենք գցում փաստարկներ ամեն բարձր բան, որն իրեն բարձրացնում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք վերցնում յուրաքանչյուր միտք։ Երբ մենք ճանաչում ենք Աստծուն մեր մտքերում, մեր մտքերը դառնում են Աստծո եւ նրա խոսքի գերին։ Սա մոտավորապես նույն բանն է, ինչ ասում էր Լյութերը, երբ ասում էր. «Դուք ինձ հետ ինչ ուզում եք կարող եք անել։ Ես նույնիսկ մահից չեմ վախենում, իսկ իմ խիղճը գերի է Աստծո խոսքին։ Ես կանգնած եմ սրա վրա եւ այլ կերպ չեմ կարող անել»։ Հենց երեկ մենք հիշեցինք բարեփոխման օրը, հերթական բարեփոխման տարեդարձը, հոկտեմբերի 31-ը։ Եվ հետևաբար տեղին է հիշել Լյութերի խոսքերը. «Իմ խիղճը գերի է Աստծո խոսքին»։ Դա տեղի է ունենում Աստվածաշնչի իմացության միջոցով, երբ մեր խիղճը գերվում է Աստծո խոսքով եւ դրանով փոփոխություններ են տեղի ունենում։ Այսպիսով գիտելիքը անհրաժեշտ է, քանի որ սա փոփոխությունների աստվածաշնչյան մեխանիզմն է։ Ավելին, գիտելիքը անհրաժեշտ է սրբացման համար։ Գիտելիքը անհրաժեշտ է սրբացման համար։ Հայտնի հովիվ Ջոն Մաքարտուրը, ով նաեւ լայնորեն գրում է սրբացման եւ խորհրդատվության մասին, որ գործնական տեսանկյունից մեր սրբությունը ուղիղ համեմատական է Աստծո խոսքի, մեր իմացությանը եւ դրան հաջորդող հնազանդությանը։ Շատ արդար խոսքեր։ Մեր սրբությունը ուղիղ համեմատական է Աստծո խոսքի, մեր իմացությանը եւ դրան հաջորդող հնազանդությանը։ Սուրբ Գիրքը նույնպես տալիս է սրբացման այսպիսի բաղադրատոմս։ Սաղմոս 118, հատված 11, Սաղմոս 118:11։ Ես թաքցրել եմ իմ սրտում։ Ինչը։ Քո խոսքը, որ չմեղանչեմ քո դեմ։ Ինչպես կարող ենք սովորել չմեղանչել։ Ինչպես կարող ենք հաղթահարել մեղքը։ Ինչ է պետք է փորփրենք մեր դրդապատճառները եւ պարզենք, թե ինչու ենք գործել այս մեղքը։ Մենք կարող ենք սա իմանալ եւ մնալ այս մեղքի մեջ։ Մենք կարող ենք դա չիմանալ եւ հրաժարվել այս մեղքից, որովհետեւ ես քո խոսքը թաքցրել եմ իմ սրտում, որպեսզի չմեղանչեմ քո դեմ։ Աստծո խոսքը իմանալը եւ մեր մտքերը Աստծո խոսքին գերի վերցնելը եւ Աստծո խոսքով մեզ լսնելը այն է, ինչը հանգեցնում է նրան, որ մենք մեղք չենք գործում։ Ես քո խոսքը թաքցրել եմ իմ սրտում, որպեսզի չմեղանչեմ քո դեմ։ Քրիստոսը նույն կերպ ասում է Հովհաննեսի ավետարանում, Հովհաննես 17:17. Սրբացրու նրան, ինչպես քո ճշմարտությամբ։ Եվ որտեղ է այս ճշմարտությունը։ Խոսքում։ Քո խոսքը ճշմարտությունն է։ Տեսեք, ճշմարտությունը լուսավորում է։ Լուսավորում է ինքն իրեն չփորփրելը։ Լուսավորում է չճանաչել իր մեղավոր մղումները։ Ակնհայտ է, ինչպես ասում են, ոզուն էլ պարզ է, որ մենք մեղավոր շարժառիթներ ունենք, եւ մենք հասկանում ենք, երբ նրանք մեղավոր են։ Մենք դա զգում ենք։ Նույնիսկ եթե մենք ճշգրիտ ախտորոշումներ չենք արել,
եւ ամենուր պիտակներ չենք կախել, մենք դա հասկանում ենք, եւ որ մեր ցանկությունները մեղավոր են, որ մեր ցանկությունները եսասեր են։ Իրականում, եթե նույնիսկ դուք չեք տարբերում, թե որտեղ են ձեր մեղսավոր արժեքները, ձեզ հարկավոր չէ դրանք տարբերել, քանի որ իրականում դուք ունեք միայն մեկ մեղավոր արժեք։ Գիտեք թե որն է։ Դուք։ Այսքանը։ Մնացած բոլոր արժեքները ոնց էլ դասակարգեք, դա արդեն երկրորդական է։ Առաջնայինը դուք եք։ Եվ դա բոլորի համար նույնն է։ Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպես ախտորոշեք ինքներդ ձեզ մոտիվներով, դա իրականում չի օգնի ձեզ հաղթահարել այդ դրդապատճառները։ Այս դրդապատճառների խորքում ընկած է ձեր եսը, եւ պարզ է, որ այն կա։ Բայց ինչպես կարող եք ձերբազատվել այս վնասակար ազդեցությունից։ Ձեր ցանկության գերիշխող ազդեցությունից։ Ես թաքցրել եմ քո խոսքը իմ սրտում, որպեսզի չմեղանչեմ քո դեմ։ Սրբիչ նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Գիտելիքը անհրաժեշտ է սրբացման համար։ Այժմ գիտելիքը այդքան կարևոր լինելու երրորդ պատճառն այն է, որ ցանկացած հոգևոր խնդրի հիմքում անպայման գիտելիքի պակաս կա։ Տեսեք, ցանկացած հոգևոր խնդրի հիմքում միշտ գիտելիքի պակաս կա։ Մի մարդ ինձ մի անգամ ասաց. «Ես գիտեմ ճիշտ ճանապարհը, ես պարզապես չեմ ուզում դա անել։ Ինձ աստվածաշնչյան սկզբունքների քննարկում պետք չէ։ Ես գիտեմ այս սկզբունքները»։ Նա ինձ ասաց. «Ինձ պետք է աշխատել իմ սրտի վրա»։ Ու թեև ես հասկանում եմ, թե ինչ էր ուզում ասել այս մարդը, այնուամենայնիվ այս խոսքերի մեջ թաքնված է լուրջ թյուր կարծիք։ Բանն այն է, որ եթե մարդ գիտի, թե ինչ է ճիշտ, բայց այդպես չի վարվում, դա միայն մեկ բան է նշանակում, որ լավ չգիտի։ Մտածեք դրա մասին։ Եթե մարդ գիտի, թե ինչն է ճիշտ, բայց այդպես չի վարվում, նշանակում է լավ չգիտի, ուրիշ բան չգիտի։ Դե օրինակ նա չգիտի իր անհնազանդության իրական հետևանքները։ Այո, ինչ որտեղ մակերեսային մակարդակում նա գիտի, որ մեղքի հետևանք կա, բայց չգիտի, թե որքան լուրջ է դա։ Նա թերագնահատում է անհնազանդության հետևանքները, կամ չգիտի, թե ինչ խնդիրների մասին է խոսում իր անհնազանդությունը։ Այսինքն նա ինչ որտեղ մակերեսային մակարդակով գիտի, որ եթե ես հիմա անհնազանդ եմ, ապա ինչ որ խնդիրներ ունեմ, բայց չգիտի, թե դա ինչ խնդիրների մասին է խոսում։ Նա չի գիտակցում, որ դա իրականում կարող է լուրջ ցուցիչ լինել Տիրոջ հետ իր հարաբերությունների կործանման եւ անկում ապրող հոգեվոր կյանքի եւ այլն։ Հետևաբար, երբ մարդը այսպես է հայտարարում, ասենք ես գիտեմ, թե որքանով է դա ճիշտ, ինձ աստվածաշնչյան որևէ սկզբունքների քննարկում պետք չէ։ Ես այնուամենայնիվ չեմ ուզում դա անել։ Ես պետք է աշխատեմ իմ սրտով։ Նա չգիտի, թե ինչպես պետք է լինի։ Սա նշանակում է, որ կան բաներ, որ չգիտի ու չի հասկանում։ Չգիտի, գիտելիքների պակաս ունի, կամ գուցե չգիտի, թե ինչպես ճիշտ կատարել այն, ինչ գիտի։ Նա կարծես որոշ բաներ գիտի, օրինակ, որ պետք է մնալ Սուրբ գրքում եւ Սուրբ գրքի միջոցով ճանաչել Աստծուն։ Նա ինչ որտեղ տեսական մակարդակում լսել է այդ մասին, բայց գործնականում չգիտի, թե ինչպես դա անել ճիշտ։ Մենք պետք է աշխատենք նրա հետ այս ուղղությամբ։ Ցույց տանք սա, օգնենք նրան զգալ դա գործնականում։ Մարդը իրականում չգիտի, քանի դեռ չի անում դա։ Կամ նա չգիտի Տիրոջ բնավորությունը, ում առաջ նա քայլում է։ Այո, նա ինչ որ բան գիտի Աստծո մասին, իմ կյանքում ինչ որտեղ Աստված կա, բայց նա չգիտի, թե ինչպիսին է այդ Աստվածը։ Նա չգիտի, որ մեր Աստվածը սպառող կրակ է, կամ չգիտի, որ Աստված ուժեղ պաշտպանություն է, կամ չգիտի, որ Աստված իր ծածկն է, կամ չգիտի, որ Աստված բավականաչափ ուժ ունի իր կյանքը փոխելու համար, եւ այլն։ Աստծո մասին նրա գիտելիքների պակաս կա, կամ գուցե նա ինքը չի ճանաչում Տիրոջը։ Նա ինչ որ բան գիտի նրա մասին, բայց անձնական մակարդակում նա չի ճանաչում նրան, եւ իր ներսը փորփրելը այնուամենայնիվ չի օգնի նրան, որովհետեւ ձեզ պետք չէ, որ ճանաչեք ինքներդ ձեզ, այլ Աստծուն, եւ դուք կարող եք ճանաչել ձեզ միայն Աստծո միջոցով։ Եթե մարդը չի ճանաչում Աստծուն այնպես, ինչպես պետք է, ապա նա կարող է փորփրել իր մեջ, ինչքան ուզում է, եւ բացահայտել իր մեղքը, եւ պարզ է, որ դա կա։ Եվ նա դեռ կմնա նույն մակարդակի վրա, եւ հիմնովին ոչինչ չի փոխվի, քանի որ ինքը չի ճանաչում Տիրոջը։ Իրականում դուք կարող եք իմանալ տարբեր ձևերով։ Ա Կորինթացիս 8:2-ում ասվում է. Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի, թե ինչպես պետք է գիտենալ։ Հետևաբար, երբ մարդը օրինակ նման արտահայտություն է անում, որ ես գիտեմ, թե ինչն է ճիշտ,
Ես դա չեմ անում, եւ ինձ այլ բան պետք չէ։ Ապա ամենայն հավանականությամբ նա դեռ ոչինչ չգիտի, ինչպես պետք է իմանար։ Եվ հսկայական խնդիրներ կան ճշմարտության, Աստծո եւ քրիստոնեական կյանքի իմացության մեջ։ Ի վերջո, եթե մարդը իսկապես իմանա ճշմարտությունը, նա անպայման կստանա հոգևոր ազատություն։ Համաձայն եք սրա հետ։ Ուզում եմ դիմել նրանց, ովքեր մեզ կհետևեն համացանցով։ Համաձայն եք, որ եթե մարդն իսկապես իմանա ճշմարտությունը, անպայման հոգևոր ազատություն կստանա։ Ես կանխատեսում եմ, որ կա մարդկանց մի խումբ, որ կասի. Չէ, սա հերետիկոսություն է, բացարձակապես այդպես չէ, այսպես չի լինում։ Ես կարդում եմ ձեզ համար Սուրբ գրքի խոսքերը։ Այդժամ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին ասաց. Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Այսպիսով, եթե կարծում եք, որ ձեզ այլ բան է պետք, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք այնպես, ինչպես պետք է իմանաք։ Եթե մարդը իսկապես գիտի ճշմարտությունը, ուրեմն նա ունի հոգևոր ազատություն։ Իսկ ինչ որ հոգևոր խնդրի դեպքում, ինչպես ասացինք, անպայման գիտելիքի պակաս կա։ Ինչ որտեղ անպայման սխալ գիտելիք կա։ Ինչ որտեղ սատանայի ինչ որ միջնաբերդ, ինչ որ հենակետ կապված սրտի հետ, որը ինչի միջոցով պետք է շտկվի։ Աստծո խոսքի։ Միայն Աստծո խոսքի ճշմարտությունն է ուղղում սուտը։ Նրա սրտում ինչ որ մի խավար կա, որը ինչով պետք է լուսավորվի։ Ոչ խնամակալի հոգու աշկերով։ Այն պետք է լուսավորվի Աստծո խոսքի լույսով։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհին։ Եվ դուք կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Այժմ հաջորդ 4-րդ պատճառը, թե ինչու գիտելիքը այդքան կարևոր է հոգևոր աճի համար, այն է, որ գիտելիքը զգուշացնում է ծուղակներից։ Պետրոսի այս նույն երկրորդ նամակում, երկրորդ գլխում շատ է խոսվում կեղծ ուսուցիչների մասին։ Մանրամասն չենք վերլուծում, բայց երկրորդ գլխում ասվում է. ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն եւ ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն, եւ շատերը կհետևեն նրանց անառակությանը։ Հիմնական պատճառներից մեկը գուցե ոչ միակը, բայց պատճառներից մեկը դա ինչ որ կեղծ ուսմունքին հետևելն է։ Կեղծ ուսուցիչները, կործանարար հերետիկոսները, եւ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի, եւ ագահությամբ մտածածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն։ Զգուշացնում է Պետրոսը։ Տիմոթեոսին ուղված առաջին նամակում, գլուխ 4, հատված 1. Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան, ինչի արդյունքում եւ ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին։ Այսինքն, ոչ ճիշտ ուսմունքները մարդկանց տանում են տարբեր տեսակի մեղքերի ու սխալների մեջ եւ նույնիսկ հանգեցնում հավատքից ուրացության։ Օվսեա մարգարեի գրքում, գլուխ 4, հատված 6, Օվսեե 4:6 Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Այսինքն, քանի որ նրանք չունեն բավարար հոգևոր գիտելիք, Աստծո գիտելիք, նրա ճշմարտության իմացություն, նրանք ենթակա էին կործանման։ Եվ այնուհետև մարգարեն բացատրում է, որովհետև դու մերժեցիր գիտությունը։ Ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից, ասում է նա Իսրայելին։ Իսրայելացիները պետք է լինեին քահանաների ազգ։ Նա ասում է, որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծո օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։ Իրոք, գիտելիքի պակասը, առաջնորդության բացակայությունը հանգեցնում է հոգևոր թակարդների եւ հոգևոր խնդիրների։ Քանի որ սատանան կառուցում է հենց այս միջնաբերդերը, բոլոր տեսակի ամրոցները, որոնք խանգարում են մարդուն ճիշտ կյանքով ապրել։ Երբ սատանան գայթակղում էր Հիսուսին, ինչպես է Հիսուսը հաղթահարում այս գայթակղությունը։ Ինչ է նա ասում սատանային։ Ինչպես է նա դիմավորում գայթակղությանը։ Նա գայթակղությանը դիմավորում է. գրված է բառերով։ Հաճախ տարբեր մարդկանցից կարող ենք լսել, որ Աստվածաշունչը բավարար չէ մեղքը հաղթահարելու համար, քանի որ նույնիսկ սատանան գիտի, թե ինչպես պետք է մեջբերել Աստվածաշունչը։ Քանի որ գայթակղության ժամանակ սատանան մեջբերում է Աստվածաշունչը, մեջբերում է։ Ոմանք ասում են. տեսեք, նույնիսկ սատանան կարող է մեջբերել Աստվածաշունչը։ Ուստի Աստվածաշունչը բավարար չէ մեղքը հաղթահարելու համար։ Վերջերս մի հայտնի հովիվ
Հայտարարեց, որ մարդկանց սպանելու ավելի լավ զենք չկա, քան Սուրբ Գիրքն է։ Սատանան օգտագործեց Սուրբ Գիրքը Քրիստոսին փորձելու համար։ Ես բավականաչափ ցնցեցի ձեզ։ Իհարկե, նա այնուհետև որոշ վերապահումներ արեց, որոնք որոշակիորեն շտկեցին այս խոսքերի սկզբնական ցնցող տպավորությունը։ Բայց ես դեռ կցանկանայի մեկնաբանել Քրիստոսի գայթակղությանը նման հղումի բուն տրամաբանությունը։ Շատ հաճախ մարդիկ ցանկանալով ասել, որ Սուրբ Գրքին պետք է ավելացնել հոգևոր ազդեցության մարդկային հզոր գործոնը, որպես գծագրությամբ կամ ախտորոշմամբ զբաղվող մասնագետ, կամ ով այլ ուժեղ ազդեցություն ունի մարդու վրա, հաճախ հենց այս խոսքերն են հղում։ Նրանք ասում են, որ Սատանան ի վիճակի է մեջբերել Սուրբ Գիրքը, ուստի պարզապես Սուրբ Գրքից մեջբերում անելը բավարար չէ։ Մենք հասկանում ենք, որ պարզապես մեջբերում անելը պատասխան չէ։ Մենք հասկանում ենք, ոչ ոք չի խոսում պարզ մեջբերումի մասին, բայց այնուամենայնիվ, թույլ տվեք մեկնաբանել նման հղումի տրամաբանությունը։ Երբ Սատանան առաջին 2 անգամ փորձեց Քրիստոսին, ինչպես Քրիստոսը արձագանքեց յուրաքանչյուր գայթակղությանը, գրված է։ Եվ երբ Սատանան 3-րդ անգամ մեջբերեց Աստվածաշունչը, Քրիստոսը չասաց դրա դեմ։ Վայ, պարզվում է, որ Սատանան նույնպես կարող է մեջբերել Սուրբ Գիրքը, այնպես որ այս պահին ժամանակն է, որ ես մի կողմ դնեմ Սուրբ Գիրքը։ Ես ուրիշ բանի կարիք ունեմ։ Կամ գուցե ոչ այնքան կոպիտ կերպով մի կողմ դնեմ գրությունը, բայց ես պետք է ինչ-որ բան ավելացնեմ այդ գրությանը։ Այսպես ասաց Քրիստոսը։ Ոչ, այլ ինչ ասաց։ Նա նորից ասաց, գրված է։ Նույնիսկ երբ Սատանան մեջբերեց Սուրբ Գիրքը, Քրիստոսը նույն ձև պատասխանեց նրան, գրված է բառով։ Քրիստոսը ոչ մի վայրկյան չշեղվեց Աստծո խոսքից։ Նա շարունակեց մեջբերել Սուրբ Գիրքը։ Քրիստոսը ուղղեց Սատանայի Սուրբ Գրքի սխալ մեկնաբանությունը, ճիշտ մեկնաբանելով Սուրբ Գիրքը։ Եվ դա անելու համար անհրաժեշտ է Սուրբ Գրքի շատ լավ իմացություն։ Ուստի գիտելիքը հոգևոր աճի կարևոր քայլ է։ Այժմ հաջորդ 5-րդ պատճառը, թե ինչու է գիտելիքը այդքան կարևոր, այն է, որ Սուրբ Գիրքը մեզ պատվիրում է մեր մտքերը նվիրել Աստծուն։ Սուրբ Գիրքը մեզ պատվիրում է մեր միտքը նվիրել Աստծուն։ Մատթեոս 22, հատված 37-38։ Հիսուսը նրան ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Ուշադրություն դարձրեք, Սուրբ Գիրքը պատվիրում է մեզ սիրել Աստծուն ոչ միայն մեր սրտով, ոչ միայն մեր հոգով, այլ Աստվածաշունչը պատվիրում է մեզ սիրել Աստծուն նաև մեր մտքով։ Իսկ Աստծուն մեր մտքով սիրելու համար մենք պետք է մեր միտքը նվիրենք Աստվածաշնչին։ Պետք է ուսումնասիրենք Աստծո խոսքը, մտածենք Աստծո մասին, մեր կյանքը լցնենք ճշմարտության գիտությամբ։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ մենք սիրում ենք Տիրոջը մեր մտքով։ Եվ որքան խորանանք Աստծո խոսքի մեջ, այնքան ավելի շատ կարող ենք ասել, որ սիրում ենք Նրան։ Իսկապես, Քրիստոսի խոսքը բնակվում է ձեր մեջ առատորեն, ողջ իմաստությամբ։ Երբ մենք ըմբռնում ենք Աստծո խոսքի իմաստությունը, երբ մենք ձգտում ենք ավելացնել Աստծո խոսքի մեր գիտելիքները, ապա մենք կատարում ենք այս պատվիրանը՝ սիրել Տեր Աստծուն մեր մտքով։ Դե վերջապես եւս մեկ պատճառ, վերջին պատճառը կնշեմ, թե ինչու է գիտելիքը այդքան կարևոր, որովհետև գիտելիքը կերակրում է սիրտը։ Գիտելիքը կերակրում է սիրտը։ Բանն այն է, որ հաջողակ հոգևոր աճի համար կարևոր է ոչ միայն հասկանալ ձեր մտածողությունը եւ որոշ ճիշտ որոշումներ կայացնել։ Հաջողակ հոգևոր աճի համար անհրաժեշտ է նաեւ, որ սիրտը լցվի, ունենա հոգևոր էներգիա, որը կրակ կվառի նրա մեջ։ Եվ որպեսզի այն էներգիա ունենա, որ կրակը վառվի դրա մեջ, պետք է փայտ ավելացնել վառարանի վրա։ Պետք է սիրտը լցնել Աստծո խոսքի գիտությամբ։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ գիտելիքը կերակրում է մեզ, Աստծո խոսքի իմացությունը կերակրում է մեր սիրտը։ Առաջին Տիմոթեոս 4, հատված 6, առաջին Տիմոթեոս 4:6։ Սրանք եղբայրներին խորհուրդ տալով Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը կլինես, սնված հավատի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր։ Աստծո խոսքը կերակրում է մեզ, ինչպես ասվում է։ Լավ ուսուցումը սնուցում է մեզ։ Եթե մարդը ոչինչ չի ուտում, ապա անկախ նրանից, թե ինչ հակաբիոտիկներ եք նշանակում, նա միևնույն է կմահանա։ Եթե մարդը ոչինչ չի ուտում, ապա ամենաուժեղ դեղամիջոցները նրա կյանքը չեն փրկի։
Այն պետք է կերակրվի, այլապես կմահանա։ Եվ այդպիսով մենք պետք է լցնենք մեր կյանքն ու մեր սրտերը Աստծո խոսքով։ Այլապես մենք ուժ չենք ունենա ճանաչելու Աստծուն եւ հոգեվորապես աճելու։ Մատթեոս 4:4 Նա պատասխանեց ու ասաց. գրված է. ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում։ Խորանալով Աստծո խոսքերի մեջ, մենք կերակրում ենք մեր հոգին, ինչպես մարմինը սնվում է հացով։ Մարմինը սնվում է հացով, ասում է Քրիստոսը։ Եվ բացի դրանից հոգին սնվում է Աստծո խոսքով։ Առաջին Պետրոս 2:2 Նորածին մանուկների պես փափագեք բանական անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար։ Երեխային կաթը պետք է իր կյանքի համար, այլապես այն չի աճի։ Նույն կերպ քրիստոնյային պետք է Աստծո խոսքի կաթը, մաքուր, անխարդախ կաթը, այլապես նա չի կարող աճել եւ չի կարող փոխվել։ Այսպիսով, գիտելիքը, Աստծո խոսքի իմացությունը, Սուրբ գրքի Աստծո իմացությունը, Սուրբ գրքում Աստծո կամքի իմացությունը, սա հոգևոր աճի ամենակարևոր փուլն է։ Եվ մենք նշել ենք մի քանի պատճառ, թե ինչու է դա այդքան կարևոր։ Այժմ անցնենք հաջորդ հարցերին եւ տեսնենք, թե ինչ սխալներ կարող են կապված լինել այս քայլի հետ։ Ինչ սխալներ կարող են կապված լինել գիտելիքների այս մակարդակի հետ։ Կան երկու հակադիր ծայրահեղություններ, երկու հակադիր սխալներ։ Սա հակաինտելեկտուալիզմն է եւ մերկ ինտելեկտուալիզմը։ Ես նրանց այդպես անվանեցի՝ հակաինտելեկտուալիզմ եւ մերկ ինտելեկտուալիզմ։ Հակաինտելեկտուալիզմը բանականության կարևորության նսեցումն է, գիտելիքի կարևորության նսեցումը։ Այն կարող է տարբեր ձևեր ունենալ։ Երբեմն ոմանք ասում են, որ Աստվածաշնչից բացի ոչ մի գիրք չի կարելի կարդալ, հետո պետք է ասել, որ պետք չէ նաև քարոզներ լսել։ Ոմանք ասում են, որ բավական է միայն ոսկե տողեր մեջ բերելը։ Բայց սա ակնհայտ հակաինտելեկտուալիզմ է։ Երբ մենք մնում ենք ոսկե տողերի մակարդակին, մենք իրականում չգիտենք Աստվածաշունչը։ Մենք կարծում ենք, որ գիտենք որոշ նրբերանգներ, բայց մենք իրականում չգիտենք դրանց համատեքստը, դրանց իրական նշանակությունը կամ մի շարք այլ բաներ, որոնք կան Սուրբ գրքում։ Երբեմն մարդիկ այնպիսի արտահայտություններ են անում, ինչպիսիք են. այո, Աստվածաշունչը կարևոր է, բայց Աստվածաշունչը կարևոր է, բայց եւ հետո նրանք շարունակում են նվազագույնի հասցնել Աստվածաշունչը ուսումնասիրելու կարևորությունը։ Դե օրինակ, Աստվածաշունչը կարևոր է, բայց ամեն մեկը յուրովի կմեկնաբանի Աստվածաշունչը։ Աստվածաշունչը կարևոր է, բայց ուղղափառները, բողոքականները եւ կաթոլիկները բոլորը ունեն նույն Աստվածաշունչը, բայց նրանք այլ կերպ են հավատում դրան։ Աստվածաշունչը կարևոր է, բայց նույնիսկ սատանան կարող է մեջ բերել Աստվածաշունչը։ Աստվածաշունչը կարևոր է, բայց մեր մեղավոր գիտակցությանը խանգարում է մեզ հասկանալ այն։ Եվ այս արտահայտությունները, որոնք իրականում նվազեցնում են Սուրբ գրքի նշանակությունը, դրանք իհարկե խորը մտահոգություն են առաջացնում եւ վիշտ պատճառում անձամբ ինձ համար, երբ նման արտահայտություններ եմ լսում։ Հաճախ հակաինտելեկտուալիզմի տարբեր տեսակներ մեջբերվում են Ա Կորինթացիս 8:1-ում։ Ա Կորինթացիս 8:1 համարներում ասվում է. գիտությունը հպարտեցնում է, իսկ սերը ամրացնում։ Դե ակնհայտ է թվում, Աստվածաշունչը ինքն է ասում, որ պետք չէ ոչինչ իմանալ, ինչու պետք է ընդհանրապես որևէ բան իմանաս։ Եթե գիտելիքը քեզ ամբարտավան է դարձնում, դուք պետք է հրաժարվեք ցանկացած գիտելիքից։ Որքան քիչ իմանաք, այնքան ավելի խոնարհ կլինեք։ Դե իրականում նույնիսկ կյանքն է մեզ ասում, որ որպես կանոն, մարդ որքան քիչ գիտի, այնքան ավելի հպարտ է։ Քանի որ որպես կանոն, մարդը ով սկսում է ինչ-որ բան սովորել, հասկանում է, թե ինչքան բան դեռ չգիտի եւ ավելի խոնարհ է դառնում։ Երբ մարդը ոչինչ չգիտի, որպես կանոն այդպիսի մարդիկ սուրը ձեռքին առաջ են թռչում։ Եվ իհարկե մենք պետք է Սուրբ գրքի ցանկացած հատված դիտարկենք համատեքստում։ Սուրբ գրքի յուրաքանչյուր հատված պետք է դիտարկել համատեքստում։ Եթե Աստվածաշնչում նման խոսքերի նայես, Աստված չկա, չի պատժի։ Դրանք կարելի է նաև հիմք ընդունել ինչ-որ եզրակացության համար։ Աստվածաշունչը ինքն է ասում, որ Աստված չկա եւ չի պատժի։ Եկեք ուտենք եւ խմենք, որովհետեւ վաղը մեռնելու ենք։ Սա էլ գրված է Աստվածաշնչում։ Սպասեք, նայեք համատեքստին։ Ահ, պարզվում է, որ չարն է ասում, Աստված չկա։ Եվ պարզվում է, որ դա ամբարիշտների մտքերում է, որ չի պատժվի, եւ այլն։ Նաև այստեղ այս գիտությունը հպարտեցնում է, իսկ սերը ամրացնում բառերը պետք է դիտարկել համատեքստում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք դրանք ամբողջովին սխալ մեկնաբանել։
Ի վերջո Աստվածաշնչում մենք արդեն տեսել ենք բազմաթիվ տեքստեր, որոնք խոսում են գիտելիքի կարևորության մասին։ Այդ դեպքում ինչպես կարելի է դա համադրել Պողոսի ասացի հետ այստեղ։ Գիտությունը հպարտեցնում է։ Այս տեքստում Պողոսը չի ասում, որ գիտելիքը որպես այդպիսին վատ է, որովհետև նույն համարում նա ասում է. մենք բոլորս գիտելիք ունենք։ Գիտելիքը վատ է միայն այն դեպքում, երբ այն կիրառվում է առանց եղբոր կամ քրոջ հանդեպ սիրո։ Երբ գիտելիքը կիրառվում է առանց սիրո, այն դառնում է վատ։ Եվ այդ ժամանակ այս գիտելիքը, որը լի է հպարտությամբ, մեծամտածնում է։ Այս գլխի ամբողջ ենթատեքստը Ա Կորինթացիս 8-րդ գլուխը խոսում է այն մասին, երբ մարդը, ով գիտի, որ կարող է ուտել այն, ինչ զոհաբերվում է, ուտում է մեկի առջև, ով չգիտի դա, եւ դրանով գայթակղում է նրան, վրդովեցնում, կարծես մարդը հրավեր է նետում նրան եւ անում է այն, ինչ այս մարդը համարում է սխալ եւ մեղավոր։ Այս մարդը իմանալով, որ դա նորմալ է, դա անում է, չարությունից դրդված, կարծես մարդը հրավեր նետելով այդ մարդուն։ Սա հենց այն դեպքն է, երբ գիտելիքը սխալ է կիրառվում եւ գիտելիքը մեծամտածնում է։ Այսինքն Պողոսը չի ասում, որ Աստվածաշունչ իմանալը այնքան կարևոր չէ, որքան օրինակ քո սիրտը կամ ինքնաճանաչումը։ Ոչ։ Պողոսն ասում է, որ Աստվածաշնչի իմացությունը, եթե սխալ կիրառվի, կարող է խնդիրներ առաջացնել։ Բայց այն, ինչին մենք պետք է ձգտենք, որ մի կողմ չտնենք աստվածաշնչյան գիտելիքները եւ չասենք. լավ, սա ավելի քիչ կարևոր է, քան մեկ այլ բան։ Այո, դա կարևոր է, բայց ոչ այդքան կարևոր։ Պետք է ասել, որ շատ կարևոր է իմանալ եւ ճշգրիտ իմանալ, թե ինչպես ճիշտ կիրառել սիրո եւ ծառայելու ցանկության համատեքստում։ Նույն Պողոս առաքյալը Կողոսացիս 3:16-ում գրում է գիտելիքի կարևորության մասին։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ ամենայն իմաստությամբ։ Այսինքն կարևոր է գիտելիքի իմացությունը։ Առակաց գրքում գիտելիք բառը հիշատակվում է մոտ 60 անգամ։ Պատկերացրեք առակների գրքում, որը սովորեցնում է գործնական կյանք Աստծո ուխտում, գիտելիք բառը օգտագործվում է մոտ 60 անգամ։ Այս մեջբերումների մեջ կան այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են օրինակ առաջին գլխի հատված 5-ը։ Իմաստունը թող լսի եւ ավելացնի հմտությունը։ Գլուխ առաջին, հատված 22։ Ով միամիտ, մինչ երբ հաճելի պիտի լինի ծաղր անողներին, իսկ անմիտներն ատեն գիտությունը։ Գլուխ 2, համարներ 3-ից 6։ Երբ իմացությանը կանչես եւ ցայն տաս խոհեմությանը, եթե դու այն որոնես արծաթի պես եւ գանձերի նման փնտրես, այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկուղը եւ կգտնես Աստծո գիտությունը։ Հիշում եք, որ մենք ասում էինք, որ ճանաչելով Աստծուն Սուրբ գրքում, մենք երկյուղ ենք ձեռք բերում նրա հանդեպ, տեսնում ենք, թե ինչպիսին է նա, եւ հետո մեր հոգին, մեր սիրտը խոնարհվում է նրա առաջ։ Այսպիսով, եթե արծաթի պես որոնենք այս գիտելիքը, որոնենք այն որպես գանձ, ապա կհասկանանք Տիրոջ երկյուղը, կգտնենք Աստծո գիտությունը, որովհետև Տերն է տալիս իմաստությունը։ Նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։ Գլուխ 2, համարներ 10-ից 11, որովհետև իմաստությունը քո սիրտ կմտնի, եւ գիտությունը ախորժելի կլինի քո հոգուն։ Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ։ Գլուխ 8, հատված 10։ Աստծո իմացությունը մարդկանց կանչում է Աստծո անունից։ Իմաստությունն ասում է. իմ խրատն առեք, եւ ոչ թե արծաթը։ Եվ գիտությունը, քան անտիր ոսկին։ Իրականում Սուրբ Գիրքը բազմիցս ընդգծում է գիտելիքի կարևորությունը, որ առանց գիտելիքի, առանց ճշմարտությունն իմանալու, առանց Աստծուն ճանաչելու, առանց Աստծո խոսքը իմանալու, իրականում ոչ մի հոգևոր աճ իսկապես հնարավոր չէ։ Ուրեմն դա առաջին սխալն էր, հակաինտելեկտուալիզմը։ Իսկ երկրորդը դրան հակառակ։ Ես դա անվանեցի մերկ ինտելեկտուալիզմ։ Սա գիտելիքն է առանց հնազանդության։ Գիտելիքը առանց հնազանդության։ Սա անվանելու մեկ այլ ձև է փարիսեցիությունը, քանի որ հենց այս սխալի համար է Քրիստոսը նախատում փարիսեցիներին։ Ասում է օրենքը գիտեն, բայց չեն ենթարկվում։ Մատթեոս գլուխ 23, համար 3։ Արդ այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահեք ու արեք։ Բայց նրանց գործերի պես մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։ Այսինքն նրանք գիտեն եւ հետեւաբար կարողացան նույնիսկ ճիշտ դասավանդել, բայց դա չարեցին։ Իսկ Քրիստոսն ասում է. լսեք նրանց, հնազանդվեք, եթե ճիշտ են բացատրում Աստծո խոսքը, բայց չեն գործում ըստ իրենց գործերի, գիտեն եւ չեն անում, ասում են եւ չեն անում։ Առանց հնազանդության այս գիտելիքը նույնպես խնդիրներից է, իմացության մակարդակի հետ կապված սխալներից է։ Մենք պետք է գիտելիք ձեռք բերենք ոչ միայն վանդակը նշելու համար, ոչ թե պարզապես մեր մեջքին թփթփացնելու եւ ասելու համար. ախ, ես ինչ լավ տղա եմ, նոր բան սովորեցի։
Ոչ միայն ընկերների հետ ավելի ուշ կիսվելու եւ ոչ էլ պարզապես ինտերնետում ինչ-որ բան տեղադրելու համար։ Ժամանակակից աշխարհում դա գիտելիք ձեռք բերելու համապատասխան նպատակ է, ինտերնետում ինչ-որ մեջբերում անելու համար։ Բայց մենք պետք է ձեռք բերենք աստվածաշնչյան գիտելիք եւ ճշմարտության գիտելիք եւ Աստծո գիտելիք իրականացման նպատակով։ Երբ իմանանք եւ ձգտենք կատարել, այն ժամանակ մենք հոգեպես կաճենք։ Ինչպես է դա հնարավոր։ Միավորել երկու քայլ։ Մինչ այժմ մենք արդեն երկու քայլ ենք արել, չէ՞։ Առաքինությունը եւ գիտելիքը։ Եթե դրանք միացնենք, կտեսնենք, թե ինչպես է այն աշխատում միասին։ Առաքինությունը Աստծո կամքը կատարելու ցանկությունն է, իսկ գիտելիքը Աստծո կամքի իմացությունն է։ Եթե մենք դրանք միավորենք եւ ասենք. «Տեր, ես ուզում եմ հնազանդվել քեզ», եւ այսպիսով կարդում ենք Աստծո խոսքը, խորանում ենք դրա մեջ, առաջին հերթին ճանաչում ենք Աստծուն, եւ դա ավելի է ուժեղացնում նրան հնազանդվելու մեր ցանկությունը։ Եվ այդ ժամանակ մենք իմանանք, թե նա ինչ է ուզում մեզանից։ Մենք ուզում ենք հնազանդ լինել, գիտենք հնազանդ լինել, եւ մնում է շատ պարզ քայլ՝ գնալ եւ անել։ Գնացեք եւ արեք այնպես, ինչպես Քրիստոսն է սովորեցնում։ Գնացեք եւ արեք այնպես։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Ուրիշ ոչինչ չի պահանջվում։ Ճիշտ շարժառիթը Աստծուն հնազանդվելու ցանկությունն է եւ այն բանի իմացությունը, թե ինչ է Աստված ակնկալում քեզնից։ Եվ շատ պարզ կյանք։ Եվ կյանքը Աստծո հետ ներդաշնակ է։ Քանի որ դուք կճանաչեք Աստծուն եւ կանեք այն, ինչ նրան հաճելի է, եւ կզգաք Աստծո օրհնությունը։ Դե ամենավերջին հարցը։ Շատ համառոտ կանրադառնանք դրան։ Ինչպես կարելի է այս քայլը, գիտելիքի քայլը գործնականում իրականացնել։ Ես ձեզ մի քանի պարզ խորհուրդ կտամ, բայց խորհուրդներ, որոնք շատերն անտեսում են։ Առաջին խորհուրդը Աստվածաշունչ կարդալն է։ Կարդացեք Սուրբ Գիրքը։ Ոմանք ասում են, որ կարելի է չարաշահել Աստվածաշունչը եւ այլն։ Սա իհարկե հասկանալի է։ Բայց սա է եկեղեցու ներկայիս խնդիրը։ Մենք վերջերս այս հարցը քննարկում էինք ոչ թե մեր եկեղեցու, այլ մեկ ուրիշ եկեղեցու հովվի հետ, եւ նա կիսվեց այս խոստովանությամբ։ Նա ասում էր, որ անկեղծ ասած, ես չեմ տեսնում, որ մեր եկեղեցում մարդիկ ընդհանրապես չարաշահում են Աստվածաշունչը, քանի որ այն քիչ են օգտագործում։ Դժվար է գտնել մարդ, ով Աստվածաշունչը կարդում է օրական 5 րոպե, ամեն օր։ Ասում է շատերի մոտ ավելի ճիշտ այդ բառով չի ասել։ Ասում է շատերը ամեն օր հավատարիմ մնալու խնդիր ունեն միայն Աստվածաշունչ կարդալիս։ Չեն չարաշահում։ Ավելի հաճախ մարդկանց մեծամասնությունը բավականաչափ չի օգտագործում այն։ Եթե թույլ եք տալիս դա ասել։ Այսպիսով առաջին խորհուրդը պարզ է, բայց հաճախ անտեսված։ Բայց անխուսափելի է, չես կարող անտեսել այն։ Անհնար է դրա կողքով անցնել, ցանկապատի վրա բարձրանալը անհնար է։ Դուք կարող եք մտնել միայն այս դռնով։ Կարդացեք Աստվածաշունչը ամեն օր։ Հեսու գիրք, գլուխ 1, հատված 8։ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից։ Այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածիր, որպեսզի պահես եւ կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ։ Նայր, սովորիր, որպեսզի կատարես։ Հենց սրա մասին էինք խոսում։ Գիտելիք, բայց կատարման ճիշտ շարժառիթով։ Սովորեք անել։ Այն ժամանակ ճանապարհը դու հաջողակ կդարձնես եւ այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ինչ որ մեկը կարող է ասել, բայց ես կարդում եմ Աստվածաշունչը եւ ոչինչ չեմ զգում։ Եղեք համբերատար։ Աղոթեք, որ Աստված օգնի ձեզ իմանալ Աստվածաշունչը։ Եվ նույնիսկ կարդալիս աղոթեք։ Ընթերցանության ընթացքում աղոթեք եւ աղոթելիս կարդացեք։ 18-րդ դարի գերմանացի հայտնի հովիվներից մեկը շատ վաղուց մեր ժամանակներից։ Նրա անունը Տեր Շտեգեն էր։ Գերմանացի հովիվ, 18-րդ դարի աստվածապաշտ։ Նա շատ լավ մտորում է գրում այս թեմայով։ Լսեք, նա ասում է. Սուրբ Գիրքը պետք է կարդալ աղոթելիս եւ աղոթել կարդալիս, որովհետեւ Սուրբ Գրքի յուրաքանչյուր լույս, յուրաքանչյուր ազդեցություն եւ օրհնություն մեր սրտի վրա փայլում է միայն Սուրբ Հոգու շնորհիվ։ Նա, ով Սուրբ Գիրքը կարդում է դեպի Աստված չդարձած ու աղոթող սրտով, հարուստ սեղանը թողնում է սոված, անզոր ու դատարկ։ Ինչքան էլ կուշտ լինի գլուխը։ Եթե մենք ճիշտ ենք կարդում Աստվածաշունչը, ապա Աստված խոսում է մեզ հետ։ Եվ այն ամենը, ինչ կարդում ենք,
պետք է մղի մեզ խոսելու Աստծո հետ։ Սուրբ գրքի բոլոր խոստումներն ու պատվիրանները պետք է վերածվեն աղոթքի եւ Աստծո հետ մեր հոգու գաղտնի զրույցը եւ նրա հանդեպ սրտի բարձրացման դեպքում հաճախ ընդհատեք ընթերցանությունը։ Ով այսպես է զբաղվում Սուրբ գրքի հետ Աստծում եւ Աստծո հետ, նա ամենուր իր համար արոտավայր կգտնի, որովհետեւ իր հովվի հետ կգնա եւ դուրս կգա։ Հովհաննես 10:9։ Ուստի կարդացեք Աստվածաշունչը աղոթքով եւ Աստծո մասին խորհրդածելով։ Երկրորդ խորհուրդն էլ ավելի կարճ է։ Ուսումնասիրեք Սուրբ Գիրքը։ Օգտագործեք մի քանի լավ մեկնաբանություններ, որպեսզի համոզվեք, որ դուք իսկապես հասկանում եք իմաստը։ Լսեք լավ քարոզներ, որոնք բացատրում են Աստվածաշունչը, համար առ համար քարոզներ, ցուցադրական քարոզներ։ Քննարկեք Սուրբ գրությունը ընկերների հետ։ Աստվածաշունչը պատվիրում է իսրայելացիներին 5 կտակարանում խոսել Աստծո խոսքի մասին ամենուր, երբ նրանք վեր կենան, երբ նստում են, երբ մտնում են, երբ դուրս են գալիս, երբ պառկում են, երբ վեր են կենում, օրվա սկզբում եւ վերջում, եւ այլն։ Այսինքն պետք է որքան հնարավոր է շատ խոսել Աստծո խոսքի մասին, քննարկել այն ընկերների հետ։ Երբ դա տեղի է ունենում, այն լցնում է մեր կյանքը, ստիպում է մեր շփումը դատարկ չլինի։ Դա մեզ խթանում է հոգեվոր աճի։ Քննարկեք Աստվածաշունչը ընկերների հետ։ Գրեք դասեր եւ դիտարկումներ ինքներդ ձեզ համար։ Ձեռք բերեք նոթատետր եւ վերցրեք ձեզ համար օրինակ։ Այս լուծումը։ Ես ամեն օր մի բան կգրեմ իմ կարդացածից։ Սա ձեզ շատ կօգնի։ Անգիր սովորիր Սուրբ Գիրքը։ Ես թաքցրել եմ քո խոսքը իմ սրտում, որպեսզի չմեղանչեմ քո դեմ, բայց դուք չեք կարող թաքցնել Աստծո խոսքը, եթե չեք հիշում այն։ Հետևաբար անգիր սովորիր Աստվածաշունչը։ Սովորեք ձեզ անգիր անել Սուրբ Գրքի որոշ հատվածներ, ասենք կես գլուխ, կամ մի քանի հատված, կամ մի քանի հատված մեկ գրքից։ Սաղմոս, մի քանի առակներ եւ այլն։ Անգիր սովորիր Սուրբ Գիրքը։ Դրանք քո սրտում թաքցնելու համար։ Մտածեք Սուրբ Գրքի կատարման մասին եւ փորձեք կատարել այն, եւ դուք կտեսնեք, որ Աստծո խոսքը ինքը կատարում է իր գործը ձեր կյանքում, որովհետեւ կենդանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ, եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է։ Այն թափանցում է միջև շնչի եւ հոգու հոդերի եւ ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Մենք նրան հաշվետվություն կտանք։ Եկեք աղոթենք։ Տեր մեր, մենք ամբողջ սրտով շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ այսօր խրատեցիր քո խոսքով եւ ցույց տվեցիր, որ բավական չէ ունենալ ճիշտ շարժառիթ, ցանկանալ հնազանդվել քեզ, այլ մենք պետք է ճանաչենք քեզ եւ իմանանք քո խոսքը, իմանանք թե ինչ ես ասում, որպեսզի իմանանք թե ինչպես պետք է հնազանդվենք քեզ, որպեսզի մենք բավարար ուժ ունենանք հնազանդվելու քեզ, որպեսզի մեր շարժառիթը քեզ հաճանալու համար չթուլացնի քո ճշմարտությունը, որովհետեւ միայն քո իսկական անձը ճանաչելով, քեզ ճանաչելով, մենք ազատություն ենք գտնում։ Մենք կործանում ենք սատանայի ամրոցները մեր սրտերում։ Մենք ձեռք ենք բերում լույս, կյանք եւ ուրախություն։ Իսկապես, ես ուրախ եմ քո խոսքով, որպես մեկը, ով մեծ օգուտ է ստացել։ Եվ որքան հրաշալի է, Տեր, որ այս բոլորիս հասանելի է քո խոսքը, եւ որքան ցավալի է, որ երբ Աստծո խոսքը անհասանելի էր, մարդիկ ցանկանում էին կարդալ այն։ Այժմ, երբ բոլորը ունեն այն իրենց հեռախոսում, մարդիկ նախընտրում են YouTube-ը կամ այլ բաներ քո խոսքի փոխարեն։ Օգնիր մեզ հասկանալու քո խոսքի կարևորությունը եւ լցվեն գիտելիքով, որպեսզի մենք կարողանանք հոգեպես աճել քեզ հաճելի ձևով։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։